Բարև ձեզ, այսօր խոսելու ենք արցախցիների խնդիրների մասին, զրուցելու ենք Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ 2023-ին Արցախը հայաթափվեց Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով, 2 տարի է անցել այսօր ինչ վիճակ է արցախցիների մոտ եւ վերադարձի հնարավորություն տեսնում եք։ Ուրեմն 2023 թվականի դեպքերից հետո բռնի տեղահանվելուց հետո Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ արցախցիների խնդիրները վերցրել է իր վրա եւ ասեմ, որ սեպտեմբերին ուրեմն Արցախի կառավարության բյուջեն սառեցվել է, այսինքն Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել արցախցիների համար որովհետեւ հարցեր լուծել, օժանդակել, որից հետո տեսանք, որ գործեց 50,000 դրամ աջակցությունը, ինչը հնարավորություն տվեց արցախցիներին ապրելու մայր հայրենիքում։ Վերջին շրջանում ուրեմն սոցիալական խնդիրները կրճատվեց, ավելին այս պահին գործում է 30,000 դրամ աջակցություն, 18-ից 63 տարեկան անձիկ չեն ստանում, ունենք 20,000 արցախցիներ, ովքեր մշտապես հեռացել են մայր հայրենիքից, ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, ունենք քաղաքացիներ, ովքեր դիմում են մեզ, որ մնալու տեղ չունեն, կոմունալ խնդիրների հետ կապված խնդիրներ ունեն եւ այսպես շարունակ։ Դուք ձեր կառույցը որտեղ է տեղակայված, որտեղ են դիմում մարդիկ, ինչպես են գտնում ձեզ։ Գործում է Արցախի ներկայացուցչությունը Նաիրի Զարյան 17 հասցեում։ Բնականon մեր աշխատանքները մենք կատարում ենք, այսինքն ավելի այսպես փակագծերը բացեմ, մեր հայրենակիցները գիտեն, որ շատ քիչ հնարավորություններ մենք ունենք օգնելու, ամբողջությամբ հավաքագրում ենք այն խնդիրները, որոնք որ առկա են եւ ներկայացնում ենք Հայաստանի կառավարությանը։ Հիմնականում խնդիրները ինչ խնդիրներ են բացի բնակարանից։ Հիմնականում սոցիալական խնդիրներ են, աշխատատեղի խնդիր կա, աշխատատեղերի հետ կապված եւս խնդիրներ ունեն, քաղաքացիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, ինչպես գիտեք, մեկ հրամանագրով 120,000-ից ավել արցախցիներ ուրեմն չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ բնակարանային ծրագրից օգտվելու համար նրանք ստիպված են լինում անցնել այդպիսի process-ներով, ինչը ենթադրում է ժամանակատար եւ ծախսատար process։ Այսինքն պետք է ստանալ Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի բնակարան ստանալու հնարավորություն ունենա։ Այո, եւ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է լինում մոտ 2-ից 3 ամիս, ընդհանուր պետք են լինում փաստաթղթեր, որոնք որ հասկանալի պատճառներով արցախցիները չեն կարողացել այդ 2-3 օրվա ընթացքում իրենց հետ վերցնել, անցնում են նույնիսկ դատական process-ներով, որպեսզի վերականգնեն այդ փաստաթղթերը, որից հետո ստանում են քաղաքացիություն, որից հետո այստեղ առաջ է գալիս բանկային խնդիրները, քանի որ կուզենամ նշել, որ բնակարանային ծրագիրը կարծես թե չի գործում, որովհետև բանկային համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների ենք ականատես լինում, սկզբում ուրեմն երբ որ ծրագիրը գործում էր, այն անձիկ ովքեր հայտնվել էին սև ցուցակներում, նրանք չէին կարողանում իրացնել ուրեմն սերտիֆիկատները, իսկ մասնակի լուծվեց այդ խնդիրը մարտի 29-ի հանրահավաքից հետո, իսկ այս պահին եւս կան խնդիրներ, որոնք որ մենք ներկայացնում ենք կառավարությանը, խոստացել են քննարկել, բարեփոխել, սպասում ենք բարեփոխված ծրագրերի։ Շատերը Հայաստանի իշխանությանը եւ միջազգային կառույցներին քննադատում են անգործության համար։ Դուք այդ կարծիքին եք։ Գիտեք, Արցախի հարցը բնականաբար չպետք է փակվի։ Երբ 120,000-ից ավել արցախցիներ գտնվում են մայր հայրենիքում, իսկ այսօր Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջան ստեղծելու մասին, մենք գիտենք ինչի մասին է խոսքը, խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, օգոստոսի 8-ին մենք ականատես եղանք Վաշինգտոնում մի նախաստորագրման, ինչը ենթադրում էր խաղաղություն, ես վստահ եմ, որ այն երկարատև խաղաղություն չի կարող ունենալ, քանի որ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները, չլուծված հարցեր կան բազմաթիվ, երբ տեսնում ենք վերջին օրերին Ադրբեջանի նախագահի ռետորաբանությունը, այստեղ կարծում եմ
չպետք է տարվել նրանով, որ Հայաստանում կարող է լինել երկարատև խաղաղություն։ Այսինքն դուք կարծում եք, որ Արցախի հարցը դեռ փակ չէ։ Քանի մենք կանք, Արցախի հարցը չի կարող փակվել։ Ինչ միջոցներով եք պատկերացնում արցախցիների վերադարձը հայրենիք։ Միակ մեխանիզմը ինչը որ գործում էր, դա Մինսկի խմբի, որը գոյություն չունի հիմա, որը արդեն լուծարվեց ցավոք սրտի, ինչ անընդունելի է մեզ բոլորիս համար, եւ տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, չի բարձրաձայնում հավաքական վերադարձի մասին, իսկ ինչ վերաբերվում է, ինչպես են տեսնում արցախցիների վերադարձը, դա կարող է լինել միայն հավաքական, արժանապատիվ միջազգային երաշխիքներով, ինչը որ հնարավորություն կտա արցախցիներին ուրեմն ապրել իրենց հայրենիքում։ Առհասարակ կա երկու տարբերակ, դա գաղտնիք չէ, մեկը ռազմական ճանապարհն է եւ երկրորդը ուրեմն դիվանագիտական, բայց տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունը որոշ քայլեր չի ձեռնարկում ոչ այս, ոչ այն ուղղությամբ, իհարկե մենք բոլորս էլ դեմ ենք պատերազմին, բայց խաղաղություն ունենալու համար լավագույնս տարբերակը դա պատրաստվել հզոր բանակ ունենալն է։ Այս պահին գիտեք, որ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ կա հանձնախումբ, իրենք փորձում են տարբեր ուրեմն կազմակերպությունների հետ քննարկել արցախցիների հարցերը, բարձրաձայնել մեր բոլոր խնդիրները։ Մի քանի ամիս առաջ ուրեմն մենք հանդիպում ունեցանք Շվեյցարիայից падգամավորի հետ, ինքը շատ հստակ մեսիջներ փոխանցեց, որ դուք պետք է առաջին հերթին արցախցիները պետք է խոսեք ձեր իրավունքների հավաքական վերադարձի մասին, երբ որ աշխարհը տեսնի, որ դուք պայքարում եք, բնականաբար լինելու են ուժեր, ովքեր սատար են կանգնելու ձեզ։ Հիմա որպեսզի Արցախի հարցը փակված չլինի, Հայաստանում պետք է ուրեմն ունենանք արցախցիներ։ Մեր գերխնդիրը այսօր դա է։ Հայաստանում ունենալ պահել արցախցիներին, ինչը կապված է նաև սոցիալական խնդիրների հետ, որը պետք է կարողանանք լուծել, որպեսզի մարդիկ ուրեմն չարտագաղթեն։ Մենք տեսնում ենք, որ թվերը աճում են, ուրեմն այս աջակցության ծրագիրը գործելու է մինչև տարվա վերջ, որից հետո անորոշ է այդ 30,000 դրամ աջակցությունը գործելու է թե ոչ։ Այս պահին ունենք ուրեմն 2904 ընտանիքներ, ովքեր ստացել են սերտիֆիկատներ, որից 967 ուրեմն շահառուներն են կարողացել իրացնել, իսկ 100,000-ից ավել արցախցիներ բնականաբար պետք է հասնեն այդ process-ով անցնել, ինչը ենթադրում է երկարատև process։ Ձեր պետնախարար նշանակումը ավելի շատ խորհրդանշական է, թե դուք գործառույթներ եք իրականացնում, որոնք ավելի կարևոր են այս դեպքում։ Ուրեմն նախապատմությունը կուզենամ ներկայացնել, մարտի 29-ին հանրահավաքից հետո մոտ 1 ամիս մենք մնացինք ուրեմն հրապարակներում, փորձեցինք բարձրաձայնել արցախցիների խնդիրները, փորձեցինք որոշակի փոփոխություններ ունենալ, իհարկե կոսմետիկ բնույթի ստացվեց 150-ից ավել ուրեմն բնակավայրերում 3 միլիոնանոց գոտուց բնակարանային ծրագրում փոփոխություն եղավ եւ ստացվեց 4 միլիոն, ինչը որոշակի խնդիրներ լուծեց, բայց ոչ ամբողջությամբ եւ բավարար չէ, որից հետո ես առաջարկ ստացա պետնախարար նշանակվելու, իհարկե տեխնացուները շատ չեն, ծանրագույն ժամանակներ ենք ապրում, ինքս խոսելով պետական ինստիտուտների դերի մասին չէի կարող պատասխանատվությունից խուսափել, մենք չունենք որևէ լծակներ, միայն կարողանում ենք խնդիրներ ուրեմն հավաքագրել, ներկայացնել Հայաստանի կառավարությանը, իհարկե կան այնտեղ խնդիրներ, որը որ հնարավորություն ունենք լուծելու, մեր արցախցի հայրենակիցների հետ փորձում ենք լուծել։ Իսկ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը այդ ֆունկցիաները չի իրականացնում, նկատի ունեմ հավաքագրել այդ խնդիրները, որ դուք ունեք, փորձել դրանց լուծում տալ եւ այլն եւ այլն։ Հասկացա ձեր հարցը, ուրեմն արցախցիները պետք է ունենան մի այնպիսի կենտրոն, որտեղ կարող են ներկայացնել իրենց խնդիրները, որտեղից մենք ներկայացնում ենք Հայաստանի կառավարությանը։ Իհարկե շատ արցախցիներ փորձում են դիմել սոցիալ-նախարարությանը, Հայաստանում գործող բոլոր կառույցներին, մեկը մյուսին չի խանգարում։ Մենք կարողանում ենք ուրեմն բարձրաձայնել արցախցիների հարցը եւ միևնույն ժամանակ փորձում ենք չփակել
հավաքական վերադարձի իրավունքը։ Որն է Արցախի ապագայի ձեր տեսլականը, դա ավելի շուտ պետականության վերականգնում է, թե այլ ուղի է։ Այսօրվա իշխանությունների հետ համատեղել Արցախի հարցը կամ հավաքական վերադարձը ես չեմ տեսնում, որովհետև շատ ուղիղ Հայաստանի վարչապետը ասում է, որ չկա ուրեմն Արցախի հարց, Ղարաբաղյան հակամարտությունը փակված է, սա խոսում է նրա մասին, որ եթե այս իշխանությունները 2026 թվականին վերընտրվեն, նշանակում է, որ այլևս որևէ օրակարգում չի լինելու Արցախի հարցը, ինչը մեկ անգամ եւս նշում են, որ անընդունելու է եւ արցախցիները չպետք է անմասը մնան, եթե իհարկե ընտրություններ լինեն։ Առաջիկայում խորհրդանական ընտրություններ են, արցախցիները մասնակցելու են այդ ընտրություններին։ Բնականաբար մասնակցելու են, ես ինքս առաջիկա օրերին անցնելու եմ այդ process-ներով եւ ստանալու եմ քաղաքացիություն, չեմ կարող անմասը ոչ, չեմ հասրել անկեղծ ասած, եւ չպետք է արցախցիները անմասը մնան, որը որ վերաբերվում է իրենց հետագա ուրեմն ճակատագրերին։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները փակելով Արցախի հարցը, սա նշանակում է, որ մենք այսպես ասած պետք է զրկվենք մեր հայրենիքից։ Իսկ հնարավոր է, որ առաջիկայում որպես ուժ հայտ ներկայացնեք այդ ընտրությունների մասնակցելու համար։ Բացառում եմ, անկեղծ ասած, բայց սատարել որից է քաղաքական ուժի, կարծում եմ այո, եւ պետք է մենք կքննարկենք բոլոր քաղաքական ուժերի հետ, կտեսնենք ինչպիսին է իրենց օրակարգը եւ իհարկե մեր աջակցությունը կլինի։ Իմ մասով որ հաստատ կլինի եւ կարծում եմ արցախցիներն էլ ուշով հետևելու են զարգացումներին եւ անմասը չեն մնալու խորհրդանական ընտրություններին։ Դուք առաջիկայում պատրաստվում եք ասուլիս հրավիրել ինչ թեմայով։ Ուրեմն նշեցի, որ 2023 թվականից հետո Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել արցախցիների հոգսերը, ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ մենք մտածեցինք ստեղծել մի մարմին, որը որ հնարավորություն կտա ուրեմն թեթևացնելու մեր հայրենակիցների հոգսերը։ Առաջիկայում մամլո ասուլիսի ժամանակ ես մանրամասը կներկայացնեմ, ուրեմն ստեղծվել է Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ, ովքեր են լինելու շահառուները, ինչպես ենք այն կյանքի կոչելու եւ փորձելու ենք կանգնել մեր հայրենակիցների կողքին։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, խոսում էինք արցախցիների խնդիրների մասին։ Ցտեսություն։